Բարև ձեզ, հրապարակ TV-ն է եթերում։ Ուղիղ 5 տարի առաջ այս օրը Ադրբեջանը հարձակվեց Արցախի հանրապետության վրա, որպես հետևանք ունենք օկուպացված Արցախ, ցեղասպանության ենթարկված արցախահայեր, նաև Հայաստանի Հանրապետության հսկայական տարածք է օկուպացված Ադրբեջանի ահաբեկչական ուժերի կողմից։ Այսօրվա իմ հյուրն է միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանը։ Պարոն Կարապետյան, շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Երբ որ հետհայացք ենք նետում 5 տարի առաջ ու այսօր, ինչ իրավիճակ ունեինք այն իրավիճակի փոխարեն, որ կարող էինք ունենալ։ Ունեինք Արցախ, ամբողջական Արցախ եւ ամբողջական Հայաստան։ Ունեինք կայացած բանակ։ Ունեինք իհարկե մտահոգ քաղաքացիներ, որոնք որ միշտ էլ կարծել են, որ այդուհանդերձ ադրբեջանական ցավալապաշտական նկրտումներին վերջ չկա եւ միշտ պետք է պայքարել, բայց ունեինք այն բանակը, որը կարող էր դիմակայել եւ փառք ու պատիվ մեր բանակին, որ կարողացավ առաջին հաղթանակից Արցախի պահել մեր հողերը, մեր պատմական հողի զգալի մասերը եւ կարողացանք այդ կերպ նաեւ պահպանել մեր ինքնությունը, մեր ժառանգությունը, մեր հոգեվոր եւ մշակութային ժառանգությունը, որը այսօր առժամանակ մերը չի։ Պարոն Կարապետյան, այս իշխանությունները անընդհատ առաջ են տանում այս թեզը, որ պատերազմը պարտվեց բանակը, զինվորը, սպան, որ չկարողացան պաշտպանել։ Նիկոլ Փաշինյանի տիկինը Աննա Հակոբյանը հայտարարում էր 11,000 դասալիքների մասին, որի մասին հետո հղում անելով հենց իրենց, ասում էր Ադրբեջանի նախագահ ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Իրականում ով պարտվեց պատերազմը։ Պարտվել է ռազմաքաղաքական վերնախավը, բանակը չի պարտվել։ Պարտվել է այն ղեկավարությունը, ով ստանձնել էր գերագույն հրամանատարությունը, ով այդ ժամանակի իշխանություններն էր եւ ով պատասխանատու էր եւ պատերազմի ելքի եւ վերջնարդյունքի համար, դա գործող իշխանություններ են։ Նիկոլ Փաշինյան, ով պատերազմի օրերին համենայն դեպս սկզբի օրերին ակտիվ քարոզում էր մարդկանց, տանը եղած սաղավարտերը, բրոնեժիլետները վերցնել ու գնալ ճակատամարտի շփման առաջինգից, նախորդին հրապարակումներ է անում, մեղադրում է առաջին նախագահին, որ 18 տարեկան ՀՀ քաղաքացիներին ուղարկել է այլ երկրի տարածք։ Նիկոլ Փաշինյանը հիշողության հետ խնդիրներ ունի, թե սա հասարակ քաղաքական մանիպուլյացիա է ու ինչ մեսեջ է բաննակում իր այդ հրապարակումը։ Ինչ է նշանակում այլ Ես երկրի բնավ տարածք։ չեմ կիսում այն կարծիքը, որ նա խելագար է կամ հիշողության հետ խնդիր ունի, ուրիշ բան, որ ժամանակ առ ժամանակ ցույց է տալիս իր անձի երկատվածությունը եւ դա մանիպուլատիվ եւ էմոցիոնալ սպեկուլյացիաներով բանեցնում է սեփական ժողովրդի վրա, հրամցնելով տարբեր իրականություններ։ Փաստը այնպես է, որ ընդ որում հիշում եք նրա խոսքերն է, որ նաեւ գետ մեկը թող կասկածի իմ հրամանատարական կարողությունների վրա։ Դե չկասկածեցինք, ամենայն դեպս վերջնարդյունքը տեսանք։ Պատերազմի խայտառակ պարտություն կապիտուլյացիա։ Եթե փաստերով ենք խոսում, իհարկե ցավով եմ սա նշում, բայց գիտեք, ամենահեշտ եւ ջուրին փայլը ինչ որ մեկին առավել եւս նախորդներին մեղադրելն է։ Նախորդները գիտեք մեր աչքի լույսը չեն, բայց եւ այնտեղ այս պահին ում իշխանության օրոք տեղի ունեցել այդ ցավալի իրադարձությունները եւ նման ողբերգական ավարտը, դա բացառապես մեկի մենաշնորհն է, ով տվյալ դեպքում տվյալ իշխանություններն է, այդ օրվա իշխանություններն եղել։ Թե չէ այդպես մեղադրելով մենք կարող ենք հասնել իհարկե շատ ավելի վաղ ժամանակաշրջաններ, Ընդհանուր մինչև Տիգրան Մեծ։ մեղադրենք, հա, որը որ իդեպ նույն մարդու կողմից թիրախավորվում է եւ Տիգրան Մեծ եւ նախքին նախորդ մեր թագավորները, իշխանները եւ այլն։ Ցեղասպանության զոհերն էլ են թիրախավորվել, որովհետև պետք է հասկանալ, թե ինչու են նրանք ցեղասպանվել։ Դե հասկանում ենք, չէ, որ խոսքը գնում է, ես չեմ ուզում հրապարակային, հա, ինչ որ այլ բառամթերքով հանդես գամ, բայց անգամ շատ զզվելի եւ տարակուսելի է նման մարդու նման գնահատականները իրական իր ճակատին ասել այն, ինչ մտածում ես, բայց փաստը այն է, որ մենք գործ ունենք դիլետանտ դեմագոգ բախտախնդիր ղեկավար կազմի հետ, որոնք որ քաղաքական ոտաբոբիկության արդյունքում այս հանգրվանին բերեն հասցրին հայ ժողովրդին։
Պարոն Կարապետյան, մինչ ներքաղաքական դաշտին անդրադառնալը կուզենայի քննարկեինք Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան այցը, որից հետո մեկնեց Միացյալ Նահանգներ, միաժամանակ Ռուսաստանում մասնակցում էր համաշխարհային ատոմային շաբաթ համաժողովին, Արարատ Միրզոյանը մասնակցում էր ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների ընթրիքին, չնայած Հայաստանը ՆԱՏՕ-ի անդամ չի հանդիսանում, այնտեղ ջերմ հանդիպում է ունենում Բայրամովի հետ, Ռուբիոյի, այո, քավորությամբ կոպիտ եթե արտահայտվենք, ինչ է անում Նիկոլ Փաշինյանը, փորձում է երկու աթոռների վրա նստել, թե ուշացած գնացքին է Այո, փորձում շատ հասնել։ ճիշտ ձևակերպում եք անում, դա իհարկե Զախարովայի ժամանակին արտահայտած միտքն էր, որ հնարավոր չի եւ չի կարելի միաժամանակ երկու աթոռների վրա նստել եւ այդ կերպ քաղաքականություն վարել եւ դա ոչ թե դիվանագիտության ճգունության մասին է խոսքը, այլ դա ընդհանրակը խոսում է այն մասին, որ կայունություն չկա, հստակություն չկա։ Դա խոսում է, որ պահի թելադրանքով վարած արտաքին քաղաքականություն է եւ դա բնավ չի կարելի դասել որպես արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիա, ինչպես ներկայացնել։ Ընդ որում այդ բարի բովանդակությունը չիմանալով նույնիսկ։ Այստեղ մենք հասկանում ենք, որ այդ տեսեք շատ ճիշտ ճիշտը ճագերտավոր եմ ասում, շատ ճիշտ քաղաքականություն է վարում։ Եթե ինչ որ հերթական, ինչ որ ոչ կարևոր տենց միջոցառումներ են լինում, հա, ատոմային ինչ որ խորհրդակցությունների բան, համաժողովներ։ ֆիզիկապես ներկա գտնվելը դրան օգուտ է, օգուտից բացի վնաս չի։ Բայց այստեղ թող իր ղեկավարությունը, գործող իշխանությունները ներկայացնելիս այնպես ներկայացնեն, որովհետեւ գոնե իր սատելիտները, այն ուժերը, որոնք կանգնած են, հա, եւ նույն տաշտամանից են օգտվում, որոնք որ հա այս հագառուսական տրամադրության գեներացման ֆոնին տարբեր բաներ են ասում, մեղադրում են նրան, որ չպետք է գնալ հյուսիս, չպետք է խոսել Պուտինի հետ, պետք է արհամարել միայն արևմուտք, հավաքական արևմուտք եւ այլն։ Հիմա մենք տեսնում ենք, որ շատ ջերմ մտերմիկ հարաբերություններ են։ Սա այն հարաբերությունները չի, հասկանում եք, որ մենք տեսնում ենք ազգային ժողովում հոխորտանքի տեսքով հագառուսական։ Սա այն մարդիկ չեն, որոնց մասին այսպես շատ սառը վերաբերմունքով թիրախավորելով են խոսում, խոսքը ՌԴ նախագահի մասին է եւ ընդհանրապես Ռուսաստանի Դաշնության։ Եվ թող այդ մարդիկ տան այդ գնահատականը, թե ինչպես է լինում, որ Հայաստանում այդպես արյուծ կտրած խոսում են, հագառուսականություն են խոսում են, որ մենք հիմա գավառապետություն ենք, Ռուսաստանի ծիրի տակ գործող եւ այլն, բայց գնում են Պուտինին շնորհակալության, մեծարման խոսքեր են ասում, ջատագովում են եւ այլն։ Եվ հետագայում նաև այդ մանիպուլատիվ ու այդ դեմագոգիկ քայլերով, հա, այնտեղից է ցույց են տալիս, որ էկոնոմ կլասով ինքը թռնում է ինչպես բոլոր մյուս քաղաքացիները Մոսկվայից Վաշինգտոն։ Մենք հասկանում ենք, չէ՞, որ դա դեմոնստրացնում է ընդամենը այդ ճղջիմ բաստիոնապետությունը, այդ ինչպես ինգրենք են ձևակերպում, հա, ժողովրդավարությունը, բաց թափանցիկ։ PR-ով է զբաղված, ոչ թե պետության հարցերը։ Սա ընդամենը Քննիները լուծելով։ պատրաստվում նախ ցույց է տալիս, որ ինքը խնդիր չունի հանրության մեջ, որ ինքը ընկալելի կերպար է, որ ինքը խնդրեմ չունի, եթե դուրս գա քաղաք, հա։ Դրա համար էլ տեսնում ենք, չէ, լատինո-ամերիկյան բամբոլեո կերպարով դուրս է գալիս փողոցները ման գալու, իբր թե ինքը խնդիր չունի։ Գեղեցիկ վիդեո կադրեր են անում մոնտաժված, որտեղ որ նա քաղաքացիների հետ ջերմագին բարևներով անցնում է։ Հասկանում ենք, չէ, որ դա գեղեցիկ պատրաստված բեմադրություն է, շատ գեղեցիկ պատրաստված եւ դա ցույց է տալիս, որ գիտեք, նախ ինքն է ինքնախապեյությամբ զբաղվում եւ այդ խաղաղությունը, իր տեսակի մարդ լինելը հրամցնում է սեփական ժողովրդին ակնկալելով նախ իր էլեկտորատի վերըմբռնում է, որովհետեւ ընկալող մարդը, հա, adekvat մարդը հասկանում է, հա, ով է ինքը ինչ անձ է եւ ընդհանրապես ինչ դրտապատճառներով է ամեն ինչ անում։ Բայց նաեւ աշխատում է, որ 2026 թվականին հերթական ընտրություններից առաջ վերականգնի իր օրեցօր գահավիժող ռեպուտացիան։ Էսա պատկերը դա է։ Ես այլ գնահատական չունեմ այս մասով։ Պարոն Կարապետյան, երեք ազգային ժողովում Հայաստան դաշինքը եւս մեկ անգամ հայտարարեց, որ իրենք միանում են իմպիչմենտին Նիկոլ Փաշինյանի։ Հիշեցնենք, որ իմպիչմենտը առաջ էին քաշել, հայտարարում էին, որ
իմպիչմենտի գաղափարին հավանություն են տվել ու միացել են ԿՊ պատգամավորներ։ Ինչ եք կարծում, հիմա ինչ որ նոր թափով կզարգանա, թե հենց այսպես էլ Տեսեք, շատ շարունակի։ կարևոր հարց եք տալիս։ Ես այստեղ կարող էի հարցին հարցով, հա, հռետորական հարցադրում ձեզ անել։ Օրինակի համար ասելով, իսկ ինչու Հայաստան դաշինքը հենց նոր որոշեց միանալ։ Այսինքն ինչն էր խոչընդոտում խանգարում, որ երբ որ իմպիչմենտի գործընթացը այն ժամանակ ահագին արդեն պատմություն ունի իմպիչմենտի գործընթացը։ Այն ժամանակ չմիացան, Բայց ու հիմա հայտարարություն միացան։ եղավ ստորագրություններով։ Հիմա տեսեք, հիմա պաշտոնապես երեկվանից նրանք միացան։ Եվ այստեղ ստացվում է 55 ձայներ կա, բայց այստեղ էլի ակնկալելի 18 ձայներ կա, որ պետք է, այսպես ասած, կամ չագերտավոր գողանան, կամ վաստակեն։ Հիմա այստեղ խնդիրը, այդ process-ը որպես այդպիսին իր տրամաբանական ավարտին կհասնի եւ մեր ակնկալած կուլմինացիայի մենք ականատես ենք դառնալ։ Եթե 18 ԿՊԱ-ական падգամավոր այդուհանդերձ միանա այդ process-ին։ Դրա իրավական կողմը բացառապես այդ ընթացակարգով է լինել։ Ալտերնատիվ տարբերակ չկա։ Իսկ իմպիչմենտը Հայաստանի ներքաղաքական իրավիճակում ավտորիտար, հա, կառավարման պայմաններում հնարավոր է։ Գիտեք, այստեղ խնդիրը ավտորիտար պայմաններ, թե ժողովրդավարական պայմաններում խնդիրը այն է, որ դա իրավական գործընթաց է, որը եթե իհարկե մենք ելնում ենք այն ելակետից, որ իշխանությունները որևիցե կերպ չեն խոչընդոտի կամ process-ը գեներացնելու իրավական, հակաիրավական ինչ-որ process-ներ չեն ներմուծի այդ process-ի մեջ, հասկանալի է, որ եթե ամեն ինչ գնա այնպես, ինչպես որ օրենքի խիստ պահանջով է, Հայաստանի Հանրապետություն դա հնարավոր է, որտեղ դա միակ օրինական ճանապարհ իմպիչմենտի գործընթացը դա իրավական գործընթաց է։ Դա անհնարին գործընթաց չի։ Խնդիրը այն է, թե արդյոք այդ process-ը որպես այդպիսին իր կուլմինացիային կգնա, որովհետև խիստ կասկածելի է, թե արդյոք 18 ԿՊԱ-ական պատրաստ է գնալ։ Տեսեք, հիմա հետկուլիսային խորհրդակցություններ կան, ինչ որ համաձայնություններ, կարծես նշмарվում ու ուրվագծվում է մի պատկեր, որ ինչ-ինչ ԿՊԱ-կաններ այդուհանդերձ ինչ որ համաձայնություն տվել են կամ գուցե գնան այդ քայլին, հա, որովհետև այ մամուլում նման խոսույթ կա, բայց մենք չենք կարող ասել դա արհեստական խոսակցությունն է, թե իրապես այդպես էլ կա։ Դրա համար ժամանակը ցույց կտա։ Ամենայն դեպս process-ը գեներացվել է, տեսնենք ընթացքը ոնց կլինի, բայց ես անկեղծ ասած թերահավատ եմ, որ այդ process-ով, այդ գործընթացով կարող ենք մենք մեր ակնկալած արդյունքին հասնել։ Պարոն Կարապետյան, երեք տեսանյութը տարածվեց, թե ինչպես են ձերբակալում մեր Ձավանի նախկին ԿՊ-ական համայնքապետ Ախտոյանի հորաքրոջ որդուն Նարեկ Օհանյանին, ով սպանված, ավելի վաղ սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն էր, եւ արդեն տեղեկություններ են տարածվել, որ վերջիններս սերտ կապերի մեջ են եղել ոչ միայն այս իշխանությունների, այլև քրեական հեղինակությունների հետ։ Հրապարակը նույնիսկ լուսանկար է հրապարակել Ախտոյանի եւ Շահ Ռուստամականով անձի հետ։ Ի վերջո այս սպանությունը ինչ էր, քաղաքական հենք ուներ։ Տեսեք, ես ինձ զերծ կպահեմ կոնկրետ քաղաքական մասով ասելու համար, թե արդյոք դա քաղաքական էր կամ պատվեր էր որպես այդպեսին, թե չէ։ Ըստ այսօրվա իրադարձությունների, ըստ փաստերի նախնական, իհարկե դեռևս հետաքննվում է դեպքը, նախ ասեմ իմ ֆորին ցավակցությունը նաև Վոլոդյայի ընտանիքին, վերջի վերջո փառակալ խոշորացված համայնքի ղեկավարներ, ով իրապես հաղթանակով, հա, 2000, եթե չեմ սխալվում, 20 թվականից կարիերան սկսել էր քաղաքական եւ կարելի ասել հաղթանակեց 5 տարվա ընթացքում դա քաղաքական տեսանկյունից լուրջ ձեռքբերում է, ընդ որում հաղթանակ տանելով իշխանությունների հանդեպ եւ հասկանալի էր, որ նա այդ համայնքի իրենց սիրելի քաղաքապետը չէր, որովհետեւ հաղթանակ էր տարել հենց ԿՊ-ի հանդեպ, բայց ձեռագիրը որպես այդպեսին դեռևս այն օրը, երբ որ եղավ այդ տխուր դեպքը, ես ինքս այն կարծիքին էի, որ դա վենդետայի
պատկեր ավելի շատ Դրսևորում ունի, այո, որովհետև դերևս արմատները գնում էին 8 ամիս առաջ, երբ որ կար լուրջ տարաձայնություններ եւ անձնական հողի վրա ինչ որ հարաբերություններ հստակեցնելու խնդիր, ես կարծում եմ, որ դա ելի թողում ենք, որ իրավապահ համակարգը իր վերջնական գնահատականը տա, ընդ որում այս մասով ես ասել եմ, հիմա եք ասեմ, օր առաջ, րոպե առաջ պետք է հստակ իրավապահ համակարգը տա իր գնահատականը եւ անաչառ անկողմնակալ հետաքննություն անցկացնի, թե պատճառները ինչպիսին էին, ինչի արդյունքում է դա տեղի ունեցել։ Պարոն Կարապետյան, եթե վենդետա է, արդյոք վտանգ չունենք, որ վենդետաների շարքը Ընդհանրապես, կշարունակվի։ այո, այստեղ նաև պետության թերացման խնդիրն է, որովհետև իշխանությունները գիտեն, որ վենդետայի հավանականություն կա եւ այդ մարդու հսկողությունը պետք է պատշաճ կերպով Ինչի մասին նաև ինչի Նիկոլ մասին Փաշինյանը նաև, իր այո, գրառման մեջ է ակնարկեց, ուղիղ ակնարկել։ այո, եւ այս մասով իհարկե պետք է պատշաճ աշխատանք տարվեր, չի տարվել, դա արդեն պետության թերացումն է։ Եվ այդ համատեքստում այ նախորդում խոսում են ավելի օրինական Հայաստան եւ գալիս է 4-րդ հանրապետությունը, ստացվում է 4-րդ հանրապետություն մտնում ենք այսպիսի վենդետաներով, կրիմինալով, ընդ որում դուք շատ լավ գիտեք, որ կաղում են օրինապահ իրավապահ համակարգը, շատ թերացումներ կան, կարող ենք ժամերով թվարկել են բոլոր թերացումները, որ կա։ Ընդհանրապես ես ուզում եմ մտածեմ, թե արդարադատության նախարարը ընդհանրապես ինչ է մտածում այս մասով, եթե ինքը գտնում է, որ ինքը անելիք չունի, հասկանում եք ուր եմ տանում, ուրեմն ինչ ասեմ, ուրեմն չի գիտակցում պահի լրջությունը, չի գիտակցում իր ով լինելը եւ ընդհանրապես այդ պաշտոնում իր նշանակման ոչ բովանդակությունը եւ այս մասով այո, ստացվում է, որ մտահոգիչ է։ Այնպես չի, որ նախորդ տարիների ընթացքում նախորդ իշխանությունների ժամանակ նման դեպքեր կամ ինցիդենտներ չենք ունեցել ենք, անխոս ունեցել ենք, նույն կրիմինալը եղել է, նույն դեպքերը եղել է, բայց ձեր ասածը գիտեք, հայ իրականության մեջ դերևս այդ խաղային ռազմորկաները, կրիմինալները, վենդետաները նաև բնորոշ է մեր հայ ժողովրդին։ Բայց այս մասշտաբով ու հաճախականությամբ Դե ստացվում է փորձը ցույց է տալիս, որ այո, փորձը ցույց է տալիս։ Այստեղ խնդիրը այն է, թե իշխանությունները ինչպես են զսպում այդ ինչ գործիքակազմ ունեն, որբիսի կանխարգելիչ ինչ մեթոդ, այ տեսեք, այս պահին պետությանը կարելի է տվյալ դեպքում գործող իշխանություններն մեղադրել ոչ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու կամ չեն ձեռնարկել։ Խնդիրը այդ է, այսինքն գիտենալով, որ հնարավոր հավանականություն կա այդ մարդու վրա մահափորձ անելու։ Ընդ որում այդ դեպքը միայն այդ դեպքը չի։ Սանտ Պետերբուրգի դեպքը, Հայաստանի հյուպատոսարանում դեպքը եւս չէ, մտահոգիչ է։ Մարդը ցույց են տալիս, որ ինքնասպանություն է, խիստ կասկածում եմ, թույլ տվեք արտահայտվեմ։ Խիստ կասկածում եմ։ Խոսքը Բորիս Ավագյանի մասին է, Բորիսի մասին է խոսքը, այո։ Արցախի հանրապետության նախագահի հատուկ հանձնարարության Ընդ որում, եթե մենք նայում ենք տեսաուղերձը, այդ տեսաուղերձի մեջ մի շարք մեսիջներ կա։ Որոնք էին։ Եվ այդ մարդը այն մարդը չէր, որ ինքնասպան լիներ։ Հասկանում եք, չէ՞ ինչ կատեգորիայի, ինչ բնույթի, ինչ տեսակի մարդու մասին է Պարոն խոսքը։ Կարապետյան, ինչ ուղերձներ կար։ Խնդրեի կարճ ասեիք, թե Բորիս Ավագյանի վերջին տեսարանյութում։ Քանի որ ավելի շատ գործը գնում է դեպի իրավական process, ես էլի ինձ որոշակի ինֆորմացիա տիրապետում եմ, բայց ձեզ կպայեմ իրավական գնահատական տալ, քաղաքական ավելի շատ գնահատական։ Ես կարծում եմ, որ եթե մի անձ ասում է ես չեմ վախենում, պատրաստ եմ գալ Հայաստանի Հանրապետության, Հայաստանի օրենքով դատվեմ, եթե պետք է դատվեմ եւ նստեմ։ Եվ դրանից հետո այդ մարդը, այսինքն, տեսեք, հիմա ինչ էր դա, ապաստարան էր, չէ՞, փնտրել, փորձել էր Հայաստանի հյուպատոսարանում, որպես դիվանագիտական կառույց իր ապաստանը եւ խնդրում էր ինչ, որպեսզի իրեն արտահանձնեն արտահանձնման խնդիրներ։ Հայաստանի իրավապահ մարմինը։ Ընդ որում մենք կարող ենք չի ասել, որ ավելի ձեռնտու կլիներ Ռուսաստանի Դաշնությունում մնար այնտեղի օրենքներով, եթե այդ էլ է քննարկվում հիմա։ Եվ այդ տեսաուղերձից հետո ինչ է տեղի ունեցել, այսինքն հյուպատոսարանի շենքը դա այն կառույցն է, որ մարդը կարող է ինքնասպանություն անել, այն էլ զուգարանում, հա։ 50 րոպե զուգարանից Հա, դուրս չգան։ ու ընդհանրապես ոչ մեկ դրա մասին չիմանա։
շատ մտահոգիչ է։ Ես կոչ եմ անում օր առաջ իրավապահ համակարգին հստակեցնել, թե պատճառը որն է եղել։ Ես մի բան կարող եմ ասել, նա այն մարդն էր, որը որ տիրապետում էր մի շարք գաղտնի տեղեկատվության, այդ մարդը ինֆորմացված էր առավել եւս վերջի իրադարձություններով, որը կապված էր Արցախի հետ, ընդհանրապես որոշումների կայացման հետ։ Եվ հասկանալի էր, որ մի շարք որոշումներ մեկը օրինակ այս իշխանություններին ձեռնտու չէր, որ բացահայտվեն։ Ես այսքանն եմ կարող ասել այս բանին։ Շատ բաներ ըստ իս նա գիտեր, որի մասին անգամ պատրաստ էր Հայաստանում բարձրաձայնել, խոսել, բայց չհասցրեց, ստացվում է։ Շատ բազմաբովանդակ ու մտածելու, խորհելու առիթ տվող բան ասեցիք, պարոն Կարապետյան։ Հուսանք ի վերջո մի օր հնարավորություն կունենանք ծանոթանալ այդ ամբողջ տեղեկատվությանը, որը դժվար կլինի ամբողջությամբ բացահայտել, որովհետև մարդը չկա, փաստացի ինֆորմացիաներ իր հետ ինֆորմացիա տարավ։ կրողը այլևս չկա, ֆիզիկապես էլ գոյություն չունի, բայց ես կարծում եմ, որ որոշ փաստեր կա, որ նա ֆիքսած կունենա, ԻՊԱ հանձնած կլինի, գալու է մի օր, որ այդ ամեն ինչը բացվելու է։ Ընդ որում էլի եմ կրկնում, նա այն անձն է, որը պետական առաջի աստիճան գաղտնիքների տիրապետող է եղել։ Տեսնենք, ժամանակը ցույց կտա։ Պարոն Կարապետյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, այսօրվա մեր հյուրն էր միջազգային ագետ, քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանը։ Ես Հայկա Ալոյանն եմ, դուք դիտում եք Հրապարակ TV-ին։ Հաջողություն։